Բարև ձեզ, այսօրվա մեր դասը նվիրված է YouTube գովազդին և Google գովազդի նրբությունները ուսումնասիրելուց հետո, ինչպես նշել էի նախորդ դասին, այսօր արդեն խոսելու ենք իր մի հատ առանձին կտորի մասին, որն է YouTube գովազդը։ Անոնը ինքնին հուշում է, որ այս գովազդի տեսակը կապված է վիդեո կոնտենտի հետ և մեր 22-րդ մոդուլի ընթացքում մենք կհասկանանք, թե ինչպես կարելի է նախ զարգացնել մեր վիդեո կոնտենտը և վիդեո կոնտենտի միջոցով ինչ բիզնես խնդիրներ կարող ենք լուծել Google-ում և Google-ի էկոհամակարգում։ Գովազդը ունի YouTube հիմնական մի քանի նպատակներ, այդ նպատակներից մեկը տեսանելիության բարձրացումն է, հաջորդը ճանաչելիության բարձրացումն է, որոնք իրար հետ փոխկապակցված հատկանիշներ են, և երրորդը դա վեբսայթերի, էփերի այցելությունների ապահովումն է, և գլոբալ նաև մեկ նպատակ ևս ունի Google-ի գովազդը, դա YouTube-ի ալիքի առաջխաղացումն է և այնտեղ հետևորդների թվի ավելացումն է, լայքերի, մեկնաբանությունների ավելացումն է։ Այս հիմնական նպատակները ունի YouTube-ի գովազդը։ Մետրիկաների մասով ստեղ որոշակի փոփոխություններ ունենք մենք համեմատած Google-ի այլ գովազդների հետ։ Առաջինը դա ցուցադրությունների քանակն է, որը ինչպես եւ նախկինում, այդպես էլ հիմա ոնց որ նույնն է եւ մենք ցուցադրությունների քանակով չափում ենք, թե ինչքան անգամ է մեր գովազդը երևացել։ Երկրորդը դա True View ցուցանիշն է, որը անուն ինքնին հուշում է իրական դիտում, որը YouTube-ը սահմանում է այսպես, կամ ինքը նայել է ձեր գովազդի առաջի 30 վայրկյանը, կամ ձեր գովազդը նայել է ամբողջությամբ, որովհետև կան գովազդներ, որոնք 30 վայրկյան տևողություն չունեն և դրանից կարճ դիտելու դեպքում, եթե մինչև վերջ նայել է, ինքը համարվում է True View։ Հաջորդը, եթե հիշում եք, երրորդ մետրիկան դա click-through rate-ներ, CTR-ներ, ստեղ True View Rate հասկացությունը գոյություն ունի, որովհետև եթե սովորական Google-ի գովազդների դեպքում մեր համար կարևոր ցուցանիշը դա քլիքներն էր, որը տանում է մեր վեբսայթ, այս դեպքում ավելի մեր գլխավոր ցուցանիշը դա True View-ն է, այսինքն իրական ցուցադրությունները, թե ինչքանով է մեր կոնտենտը հասել մեր թիրախային լսարանին։ Եվ True View Rate-ը հաշվարկում է True View-երի քանակը բաժանած impression-ներին, և հենց տեսնում ենք rate բառը, ինչպես անցած անգամ ենք պայմանավորվել, այդպես էլ հիմա ոնց որ պետք է բազմապատկենք 100%-ով։ Չորրորդ ցուցանիշը դա CPV-ն է, որը գալիս է փոխարինելու CPC-ին, cost per click-ը փոխվում է cost per view-ով, այսինքն մեկ դիտման արժեքն ենք չափում, և ունենք ևս մեկ ցուցանիշ, որը CPM-ն է, որը նաև Google-ի գովազդների դեպքում ունենք, որը ցույց է տալիս 1000 ցուցադրությունների արժեքը, ինչպես արդեն նշել եմ, ապահովում բացվում է cost per mille-ը։ Ինչ գործիքներ պետք է ունենանք, որպեսզի մենք կարողանանք YouTube-ի գովազդ միացնել, դրանք 3 կարևոր գործիքներն են։ Պետք է ունենանք վիդեո կոնտենտ առաջին հերթին, երկրորդը պետք է ունենանք YouTube-ի ալիք, և երրորդը պետք է ունենանք Google Ads-ի կաբինետ, որպեսզի դրա միջոցով կարողանանք մեր գովազդը միացնել։ Գործնական դասընթացի ընթացքում մենք կարողանանք արդեն այս ամեն ինչը գործնականում անել, սակայն այստեղ մի հատ կարևոր նշում եմ ուզում անեմ, երևի շատերիդ համար էլ այդ նոր բացահայտում չի, որ ոչ բոլոր երկրներից է հնարավոր միացնել YouTube-ի գովազդ, և Հայաստանը շատ վերջերս միացավ, և այս շատ կարևոր ոնց որ ձեռքբերում էր այն մարդկանց համար, ովքեր YouTube-ում կոնտենտ են ստեղծում, որովհետև վերջապես գովազդի հայտ գալով նաև մոնետիզացիան մտավ մեր շուկա, և մոնետիզացիան ինչից է ձևավորվում, դա ցուցադրված գովազդներից որոշակի տոկոս տրվում է այն մարդկանց, ում վիդեոների ժամանակ այդ գովազդները ցուցադրվում են, և դրա հետ կապված կան որոշակի պարամետրեր կապված YouTube ալիքների հետ, որ պետք է ունենան 1000+ հետևորդ, և կոնտենտը պետք է օրիգինալ լինի, այսինքն դուք չեք կարող ինչ-որ մեկի կոնտենտը վերցնել այնտեղ մաս-մաս
գցել, որը հեղինակային իրավունք ունի ու այդ միջոցով բան անել, ոնց որ մոնետիզացիայի ենթարկել ձեր account-ը։ Բայց վերադառնալով մեր գովազդին, ուզում եմ մի հատ կարևոր հատկանիշի մասին խոսեմ, ինչն է առանձնացնում YouTube գովազդին, որ ինքը բացի այն, որ մենք գիտենք Google գովազդը երևում էր web տարբերակով, mobile տարբերակով, պլանշետների վրա, այստեղ 4-րդ placement-ն է ավելացել, դա հեռուստացույցով YouTube դիտելիս մենք կարողանում ենք գովազդ ցուցադրել ու այս իմաստով որոշակի առումով ինքը գալիս է նաև փոխարինելու հեռուստատեսային TV գովազդին, որովհետև այն մարդիկ, ովքեր հեռուստացույց էին դիտում, մենք ոնց որ կարողանում ենք իրանց էլ թիրախավորենք եւ այս գործիքի միջոցով նաեւ մեր կոնտենտը հասցնենք այդ մարդկանց։ Այսքանն էր մեր պրեզենտացիոն հատվածը, մնացած հատվածը արդեն ավելի մանրամասն կխոսեմ, երբ որ ցուցադրեմ այս ամեն ինչը ռեալ YouTube-ի կաբինետում։